գալիս։ Իրեք վիրավոր, հա, իրեք վիրավոր, որ հիվանդանոցն տարը, աստվածամայր, Իսախանյանի հիվանդանոցը գնաց է։ Մեծ հիվանդ է։ Ինչ որ հենգել ավտենի։ Ինչ ավտո էր։ Ինչա։ Nissan։ Շտաբօգնությունն է, չէ՞ տարե։ Հունիսի 21-ն է, Երևան։ Nissan Magnishի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրա երթ է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի, հարթը փախստի չի դիմել, ահազանգել է շտաբօգնություն եւ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ նախտեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել երեխաներին, ապա շտաբօգնության ավտոմեքենաներով տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, ովքեր այս պահին սահմանազատել են տարածքը, երթևեկությունը Հրազդանի կիրճի այս հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ տեսնում եք ավտոմեքենան վրայերթից հետո հայտնվել է ճանապարհի մեջտեղի գոտում։ Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, իմ տեղեկություններով եղել է սթափ։ Էլեկտրասյունը լավ վնասվել է։ Հա։ Բախման հետևանքով վրայերթից հետո հավանաբար Nissan-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի համար էլեկտրասյան վրա տեղադրված LED լույսը կոտրվել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ՊՑ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նաև նշում էին, որ երեխաներին հիվանդանոց են ուղեկցել բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ու գումարտակներից մեկի հրամանատար Արմեն Գասպարյանը։
Քո